Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ։ Սկսենք Կալիֆոռնիայից մի քանի լուրով։ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հանրապետականները, խոսքը Կալիֆոռնիայի մասին է, հանդես են եկել նախաձեռնությամբ ուղղված մատչելիության ճգնաժամին։ AB 1745 օրինագիծը նախատեսում է 1 տարով դադարեցնել Կալիֆոռնիայի 1 գալոնի դիմաց 61 ցենտ բենզինի հարկը։ Հանրապետական սենատոր Թոնի Սկրինլենդն էլ առաջարկում է ներառել ոչ միայն բենզինի հարկը, այլև նահանգային այլ հարկերը, որ ընդհանուր խնայողությունը հասնի մինչև $1.08 1 գալոնի հաշվով։ Բենզինի հարկի կասեցումը նահանգին կարող է արժանալ տարեկան մոտ $8 միլիարդ։ Հանրապետականները պնդում են, որ այդ գումարը կարելի է փոխհատուցել ընդհանուր ֆոնդից։ Սենատոր Մարիա Ալվարադո Գիլը նշել է, որ սա լավ հնարավորություն է նահանգի համար գոտին ձգելու եւ միջոցները ուղղելու ընտրողների կողմից հաստատված նախաձեռնություններին, օրինակ հանցավորության դեմ խստացված պայքարին Proposition 36-ով։ Նահանգապետ Գևին Նյուսեմի խոսնակը հիշեցրել է նրա 2024 թվականի մամուլի ասուլիսը, որտեղ նա նշել էր, որ բենզինի հարկի վերացումը չի երաշխավորում գների նվազում եւ կարող է վնասել ճանապարհների, կամուրջների եւ այլ ենթակառուցվածքների ֆինանսավորմանը։ Նրա խոսքով կարճաժամկետ հետևածում հնարավոր է, սակայն երկարաժամկետ հետևանքները կարող են բացասական լինել։ Երկու օրինագծերն էլ առաջիկա շաբաթներին կքննարկվեն իրենց առաջին հանձնաժողովային լսումներում։ Լոս Անջելեսի ոստիկանությունը դիմում է հանրությանը օգնելու հայտնաբերել երկու կասկածյալի, որոնք մեղադրվում են տարեց քաղաքացիներին թիրախավորող համակարգված բանկոմատային խաբեության սխեմայի մեջ։ Քննիչների խոսքով զույգը գործում է միասին, կիրառելով տարեցների դեմ ուղղված շեղման մարտավարություն։ Վերջին անգամ նրանց նկատել են Eagle Rock-ում։ Մեկ կասկածյալ հետևում է, թե ինչպես է զոհը մուտքագրում իր պին-կոդը, ապա նրա ետևում գցում է $20 թղթադրամ եւ ուսին դիպչելով շեղում ուշադրությունը։ Երբ զոհը շրջվում է գումարը վերցնելու համար, երկրորդ կասկածյալը բանկոմատից հանում է իրական քարտը ու փոխարինում այն կեղծով, որը արտաքինից գրեթե նույնական է։ Տեղեկություն ունեցող անձին կարող են կապ հաստատել Լոս Անջելեսի ոստիկանության առևտրային հանցագործությունների բաժնի քննիչ Ֆրանսենի հետ 213 486 5947 հեռախոսահամարով։ Ալամեդա շրջանի գերագույն դատանի նախնական որոշմամբ Կալիֆոռնիայում ավելի քան 20,000 ներգաղթյալ բեռնատար վարորդներ առայժմ կկարողանան պահպանել իրենց առևտրային վարորդական վկայականները, չնայած Թրամփի վարչակազմի եւ նահանգային իշխանությունների փորձերին դրանք ուժը կորցրած ճանաչելու։ Այս որոշումը բարդ իրավիճակ է ստեղծում Կալիֆոռնիայի համար։ Տրանսպորտի նախարարությունը բազմիցս պահանջել էր Կալիֆոռնիայի DMV-ից չեղարկել այդ լիցենզիաները, նշելով, որ կան վարչական խնդիրներ կապված դրանց ժամկետների հետ։ DMV-ն նախապես ենթարկվել էր պահանջին եւ նախորդ աշնանը նամակներ էր ուղարկել ավելի քան 20,000 վարորդների, տեղեկացնելով, որ նրանց լիցենզիաները 60 օրվա ընթացքում կլրանան։ Սակայն իրավաբանական մեկ ընկերություն եւ երկու կազմակերպություն դատարան էին դիմել վարորդների անունից, պնդելով, որ նահանգը չի պահպանել պատշաճ ընթացակարգը լիցենզիաները չեղարկելիս։ Դատական գործընթացի արդյունքում ժամկետները երկարացվել էին մինչև մարտի 6-ը։ Հունվարին տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ Կալիֆոռնիայից կկասեցնի $160 միլիոն դաշնային մայրուղային ֆինանսավորումը, որպես պատժամիջոց ժամկետների երկարացման համար։ Կալիֆոռնիայում ընդհանուր առմամբ մոտ 700,000 վարորդ ունի առևտրային լիցենզիա, որոնք անհրաժեշտ են մեծ բեռնատարներից մինչև դպրոցական ավտոբուսներ վարելու համար։ Դատավորը այս շաբաթ կկայացնի վերջնական որոշում, իսկ նահանգի ներկայացուցիչները պետք է ներկայացնեն մեխանիզմ, որով կփորձեն միաժամանակ պաշտպանել վարորդներին ու բավարարել դաշնային պահանջները։ Թե վարորդները կկարողանան կարճաժամկետ պահպանել իրենց լիցենզիաները, դրանց երկարաժամկետ հեռանկարները սահմանափակ են։ Լոս Անջելեսի միավորված դպրոցական շրջանի ղեկավար խորհուրդը փակ նիստ է անցկացրել քննարկելով շրջանի գերատեսչի Ալբերտո Կարվալյոյի հարցը։ Երեկ FBI խուզարկություններ էր իրականացրել նրա տանը, շրջանի կենտրոններում եւ անգամ Մայամիում նրա աշխատավայրում։ Նախկին կրթական խորհրդի օրակարգում նշված է հատուկ նիստ նվիրված Կարվալյոյին, սակայն լրացուցիչ մանրամասներ չի հրապարակվել։ 2024 թվականին Կարվալյոն ներկայացրել էր դպրոցական շրջանի եւ Ալհիր կրթական տեխնոլոգիական ընկերության միջև կնքված պայմանագիրը կապված ED անունով AI chatbot-ի հետ, որը նախատեսված էր ուսանողներին աջակցելու համար։ Նա ընկերության հիմնադրի հետ մասնակցել էր համաժողովների, ներկայացնելով նախագիծը եւ այն անվանելով նախադեպը չունեցող ամերիկյան հանրային կրթության մեջ։ Սակայն տեխնոլոգիայի ներկայացումից մոտ 3 ամիս անց եւ ընկերությանը $3 միլիոն վճարելուց հետո շրջանը դադարեցրել էր համագործակցությունը։ Ալհիերը հետագայում սնանկացավ, իսկ դրա հիմնադիր Ջոաննա Սմիթ Գրիֆինը մեղադրվեց արժեթղթերի եւ էլեկտրոնային խարդախության, ինչպես նաեւ անձնական տվյալների գողության մեջ։ Կարվալյոնը Լոս Անջելես Թայմզի հերքել է, որ անձամբ ներգրաված է եղել Ալհիերի ընկերության գործընթացներում։ Մի պահ գնանք Ֆլորիդա, այստեղ շերիֆի տեղակալը կրակելով սպանել է մի տղամարդու, որը կասկածվում է նույն երեկոյան երկու մարդու սպանության, մեկ այլ վայրում կրակոցներ արձակելու եւ խանութում մեկ անձի վիրավորելու մեջ։ Դեպքերը տեղի են ունեցել երեկ գիշերը
Պահոքի շրջանում, որը գտնվում է հարավային Ֆլորիդայում ու ունի մոտ 5500 բնակիչ։ Palm Beach շրջանի շերիֆ Ռիկ Բրեդշոուի խոսքով իրավապահները նախարձագանքել են 2 մարդու հրազենային վիրավորում ստանալու մասին ահազանգին ու նրանց հայտնաբերել են մահացած։ Կարճ ժամանակ անց հաղորդումներ են ստացվել մոտակա տան եւ խանութի մոտ հնչած կրակոցների մասին, որտեղ մեկ մարդ է վիրավորվել, ու երբ տեղակալներից մեկը երկրորդ դեպքի վայրում փակցնում էր հանցագործության գոտին սահմանող ժապավենը, կասկածյալը SUV մեքենայով մոտեցել ու հարվածել է նրան։ Իրավապահների փոխանցմամբ տղամարդը մեքենայից դուրս է եկել ու փորձել կրակել արդեն վիրավոր տեղակալի վրա, սակայն տեղակալը պատասխան կրակ է բացել ու սպանել նրան։ Վերջինս 44-ամյա Չարլզ Մքլաուդ կրտսերն է։ Քննիչները փորձում են պարզել հարձակումների շարժառիթը եւ արդյոք նա ճանաչում էր զոհերին։ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում դաշնային ներգաղթի ծառայության աշխատակիցների մասնակցությամբ ավտոմեքենայի հետապնդումն ավարտվել է շղթայական վթարով։ Քաղաքապետ Ռազ Բարակայի խոսքով ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության այսի աշխատակիցները փորձել են կանգնեցնել մի մեքենայի, սակայն վարորդը փախուստի է դիմել։ Դաշնային գործակալները սկսել են հետապնդումը, ինչի արդյունքում էլ տեղի ունեցել վթարը ներգրավելով մի քանի ավտոմեքենա, այդ թվում մեկը, որում գտնվել են 3 երեխա։ Քաղաքապետ Բարական քննադատել է դաշնային գործակալների գործողությունները, դրանք անվանելով անխոհեմ եւ վտանգավոր։ Նա հիշեցրել է, որ Նյու Ջերսիի օրենքը արգելում է իրավապահներին իրականացնել հետապնդում, եթե կասկածյալը անմիջական վտանգ չի ներկայացնում։ Դեպքի հետաքննությունը շարունակվում է։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Նյու Յորքում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներին հայտարարել է, որ որևէ տեղեկություն չի ունեցել Ջեֆրի Էփստեյնի կամ Գիլեն Մաքսվելի հանցագործությունների մասին։ Նրա ցուցմունքով սկսվել են 2 օր տևող փակ դռների հետևում հարցաքննությունները, որոնց կմասնակցի նաև նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։ Սա առաջին դեպքն է, երբ նախկին նախագահը հարկադրված ցուցմունք է տալիս կոնգրեսում։ Էփստեյնի կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ բռնությունների գործով պատասխանատվության պահանջը Կապիտոլիումում դարձել է քաղաքական ուժեղ շարժիչ ուժ։ Քլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ այն բանից հետո, երբ իրենց գրավոր հայտարարությունները մերժվել էին հանձնաժողովի կողմից, իսկ հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը սպառնացել էր քրեական պատասխանատվության ենթարկել նրանց կոնգրեսին անհնազանդության մեղադրանքով։ Հատկապես ուշադրություն է դարձվում Բիլ Քլինթոնի եւ Էփստեյնի կապերին։ Արդարադատության նախարարության կողմից հրապարակված փաստաթղթերի առաջին փաթեթում ներառված էին նախկին նախագահի լուսանկարներ, այդ թվում կանանց հետ, որոնց դեմքերը փակված էին, սակայն Բիլ Քլինթոնը որևէ հանցանքի մեջ պաշտոնապես մեղադրված չէ։ Քոմերը նշել է, որ հնարավոր է հարցաքննվեն նաև այլ պաշտոնյաներ, այդ թվում առևտրի նախարար Հովարդ Լատնիկը, ով նախկինում շփումներ է ունեցել Էփստեյնի հետ։ Դեմոկրատներն էլ կոչ են արել, որ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ցուցմունք տա։ Վերահսկողության հանձնաժողովի դեմոկրատական առաջնորդ Ռոբերտ Գարսիան հայտարարել է, որ եթե Բիլ Քլինթոնը ներկայանում է, ապա նույն չափանիշը պետք է կիրառվի նաև գործող նախագահի նկատմամբ։ Քոմերը սակայն նշել է, որ հանձնաժողովը չի կարող հարցաքննել գործող նախագահին։ Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերը եւ մի շարք դեմոկրատ սենատորներ կոշտ հայտարարություններով են հանդես եկել, մեղադրելով արդարադատության նախարարությանը եւ Թրամփի վարչակազմին Ջեֆրի Էփստեյնի գործով մասշտաբային քողարկման մեջ։ Շումերի խոսքով հանրությունից թաքցվել են հիշեցումներ, որոնք վերաբերում են մի կնոջ մեղադրանքներին նախագահի նկատմամբ այն ժամանակ, երբ նա անչափահաս է եղել։ Նա պնդել է, որ փաստաթղթերում իրականացված խմբագրումները օգտագործվում են ճշմարտությունը թաքցնելու համար։ Դեմոկրատները պահանջում են, որ արդարադատության նախարարությունն ու FBI-ը պահպանեն բոլոր փաստաթղթերը ու բացահայտեն, թե ով է որոշում կայացրել թաքցնել որոշ նյութեր։ Նրանց զգուշացրել են, որ եթե ապացույցները ոչնչացվեն, պատասխանատուները չեն կարողանա փախչել օրենքից։ Շումերը հայտարարել է, որ Սենատի դեմոկրատական աշխատանքային խումբը առաջիկա օրերին կվենանայի չխմբագրված փաստաթղթերը։ Դեմոկրատները հայտարարում են, որ պայքարը շարունակելու են բոլոր իրավական եւ օրենսդրական միջոցներով դատական հայցերից մինչեւ նոր օրենսդրական նախաձեռնություններ։ Նրանց հիմնական ուղերձը պարզ է. ճշմարտությունը պետք է ամբողջությամբ հրապարակվի, զոհերը արժանի են արդարության, իսկ ամերիկացի ժողովուրդը ամբողջական թափանցիկության։ Instagram-ը հայտարարություն է տարածել, որ այսուհետև կծանուցի ծնողներին, եթե նրանց երեխաները բազմիցս որոնեն ինքնասպանության կամ ինքնավնասման հետ հստակ կապված տերմիններ։ Ծանուցումները կուղարկվեն միայն այն ծնողներին, ովքեր գրանցված են Instagram-ի ծնողական վերահսկման ծրագրում։ Ընկերությունը նշել է, որ արդեն իսկ արգելափակում է նման բովանդակությունը դեռահասների որոնման արդյունքներում եւ օգտատերերին ուղղորդում է օգնության թեժ գծերի։ Հիշեցնեմ, որ Մետան ներգրաված է 2 դատավարության մեջ կապված երեխաներին պատճառված հնարավոր վնասների հետ։ Լոս Անջելեսում ընթացող դատավարությունը վերաբերում է այն հարցին, թե արդյոք ընկերության հարթակները միտումնավոր կախվածություն են ձևավորում ու վնասում անչափահասներին։ Մյուս դատավարությունը Նյու Մեքսիկոյում է, որը ուսումնասիրում է արդյոք Մետան բավարար քայլեր չի ձեռնարկել երեխաներին սեռական շահագործումից
պաշտպանելու համար։ Մետայի ղեկավարները, այդ թվում գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հերքում են կախվածության մասին մեղադրանքները։ Լոս Անջելեսում հարցաքննության ժամանակ Ցուկերբերգը նշել է, որ առկա գիտական հետազոտությունները չեն ապացուցել, թե սոցիալական մեդիան ուղղակիորեն առաջացնում է հոգեկան առողջության վնասներ։ Փոխնախագահ Ջեյդի Վենսն այսօր Վիսկոնսինում էր։ Վենսը խոսել է արտադրական ձեռնարկությունում կազմակերպված միջոցառման ժամանակ փոքր բիզնեսի ներկայացուցիչների ներկայությամբ։ Նրա խոսքով վարչակազմի առաջնահերթությունը աշխատող ընտանիքներն ու Մեյն Սթրիթը վերադարձնելն է հարկային կրճատումների, կարգավորումների նվազեցման եւ էներգետիկ քաղաքականության միջոցով։ Փոխնախագահը պնդել է, որ վերջին 1 տարվա ընթացքում գնաճը նվազել է, ընտանիքների եկամուտները աճել, իսկ բենզինի եւ կոմունալ վճարների ճնշումը թուլացել։ Նա նաեւ նշել է, որ բնակարանների հասանելիությունը պետք է բարելավի, իսկ տոկոսադրույքների նվազեցումը այդ հարցում կարևոր դեր ունի։ Վենսը առիթ է բաշխի թողել դեմոկրատներին քննադատելու համար, մասնավորապես անդրադառնալով State of the Union ելույթի ժամանակ նրանց պահվածքին ու քաղաքական դիրքորոշումներին։ Նա հայտարարել է, որ դեմոկրատները չեն աջակցում սահմանների խստացմանը եւ վարչակազմի որոշ նախաձեռնություններին, այդ թվում հարկային փոփոխություններին։ Վենսը հատուկ շեշտադրում է արել նաեւ պետական ծրագրերում խարդախությունների դեմ պայքարի վրա, ասելով, որ կառավարությունը պետք է պաշտպանի ամերիկացի հարկատուի գումարը եւ սոցիալական աջակցությունը հասցնի միայն նրանց, ում այն իրականում անհրաժեշտ է։ Միջոցառման վերջում փոխնախագահը փաստացի նախընտրական կոչ է արել աջակցել հանրապետականներին եւ չվերադարձնել իշխանությունը դեմոկրատներին, ընդգծելով, որ առաջիկա ընտրությունների գլխավոր հարցը լինելու է ով է իրականում ծառայում մարդկանց շահերին։ Եվ վերջին լուրը ԱՄՆ իրամիջօկային բանակցությունները Ժնևում ավարտվել են առանց համաձայնագրի, իսկ տարածաշրջանում պատերազմի վտանգը շարունակում է մնալ բարձր։ Իրանն ու Միացյալ Նահանգները անցկացրել են ժամերով տևած անուղղակի բանակցություններ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն կողմերը հեռացել են սեղանից առանց որևէ պաշտոնական համաձայնության հայտարարության։ Բանակցությունները միջնորդել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսայդին։ Նրա խոսքով զգալի առաջընթաց է արձանագրվել, սակայն մանրամասներ չի հրապարակվել։ Նա նաև հայտնել է, որ տեխնիկական մակարդակի քննարկումները կշարունակվեն հաջորդ շաբաթ Վիեննայում միջազգային ատոմային էներգիայի գործակալության կենտրոնակայանում։ Միաժամանակ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Թեհրանը շարունակելու է ուրանի հարստացումը, մերժում է այն արտերկիր փոխանցելու առաջարկները եւ պահանջում է միջազգային պատժամիջոցների լիարժեք վերացում։ Սա ցույց է տալիս, որ Իրանը դեռևս պատրաստ չէ ընդունել Վաշինգտոնի պահանջները։ Նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է համաձայնության, որը կսահմանափակի Իրանի միջուկային ծրագիրը, սակայն Միացյալ Նահանգները միաժամանակ ուժեղացնում է նաև ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, տարածաշրջան տեղափոխելով լրացուցիչ ռազմական ինքնաթիռներ եւ նավատորմային ուժեր։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ սա եղել է ամենաինտենսիվ եւ ամենաերկար բանակցային փուլերից մեկը։ Սպիտակ տունը առայժմ պաշտոնական արձագանք չի հրապարակել։ Այսքանն էինք առանձնացրել օրվա լրահոսից, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։